Ճամբարակ խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, Ճամբարակ քաղաքի սիրելի բնակիչներ, ողջունում եմ բոլորիդ եւ ուրախ եմ շատ հատկապես հետեւյալի համար, որ երկար տարիներ ես չգիտեմ, չեմ հիշում, սա այն որ երրորդ այցն է Ճամբարակ, բայց ամեն անգամ գալիս է տենց ինչ որ կիսատության զգացում մեջս հեռանում է, որովհետև զգում եմ, որ Ճամբարակում հələ որ տրամադրությունը չի փոխվում, դեռեն չենք անում, էլի պետք է անենք, եւ հիմա ես շատ ուրախ եմ, որ Ճամբարակում տրամադրությունը փոխվում է, որովհետև Ճամբարակում բացվել են հեռանկարները։ Նախ արդեն իսկ անձեն աչքով նկատելի է, որ համայնքի հետ համագործակցությամբ մենք արդեն համայնքի կյանքում էական փոփոխություններ ենք անում։ Բայց ամենակարևոր բանը, որ մենք արել ենք համայնքում Ճամբարակի համար, թվում է թե դա բերդ խոշորացված համայնքի համար, այո, նաև բերդ խոշորացված, բայց թթուջուր նավուր ճանապարհի բացումը Ճամբարակը ի վերջո փակուղային տրամաբանությունից հանել է եւ դարձրել է խաչմերուկ։ Սա նշանակում է, որ Ճամբարակը բոլորովին նոր կյանքով է ապրելու, որովհետեւ Բերդ խոշորացված համայնքից մինչև Երևան ամենակարճ ճանապարհը նավուր թթուջուր հատվածով է անցնում։ Սա նշանակում է, որ երթևեկությունը, հոսքերը, առևտուրը էականորեն ավելանալու է, ինչը նշանակում է նախ տրամադրությունն է փոխվում, որովհետև այն ժամանակ շատ քիչ մարդ էր գնում գալիս անցնում Ճամբարակով։ Հիմա դա առնվազն եռապատկվել է այսօր ավելի, եւ մենք առաջկան Ճամբարակի վերափոխումը ընդգծելու մի առիթ ունենք առաջիկա ֆեստիվալներից մեկը անցակացվելու Ճամբարակում, դա հիմա այս կոնկրետ ամսաթիվը չեմ կարող ասել, բայց հուլիս-օգոստոսին Ճամբարակում ֆեստիվալ փառատոնը գիտեք, չէ՞ որ կառավարությունը հանրային հեռուստատեսության հետ համատեղանում է, տեղի է ունենալու Ճամբարակում եւ այդ մեծ համերգը Ճամբարակի կյանքի վերափոխման ամենակարևոր սիմվոլներից մեկն է ալնելու։ Ժողովուրդ ջան, Երևանից մենք եկել ենք, հասել ենք Ճամբարակ, գնացել ենք մինչև Մարտունի գյուղ։ Մենք վատ ճանապարհի չենք հանդիպել։ Մի կտոր կա մինչև Ճամբարակ, այդ սողանքային գոտին է, այսինքն էդ էլ է սարքում, բայց ինքը սողանքա, այդտեղ բնական աղետ է, էդ էլ հիմա դրենաժը կառուցվում եւ այլն կլուծվի։ Չլուծվի էլ այդ կտորը ամեն տարի մենք կանենք, կամ այդ ինչքան է, 300 մետր, 500 մետր մաքսիմում։ Բայց ես շատ ուրախ եմ։ Հիմա այս Ճամբարակի հենապատերը, որ նայում են, ոնց որ ասում է, հոգիս փառավոր, մենակ հենապատը չի, բայց այդ որակը, դա վերաբերմունք է բնակավայրի նկատմամբ, դա հարգանք է այդտեղ ապրող մարդկանց նկատմամբ, եւ ես խնդրում եմ այդպես էլ ընկալեք, այս ամեն ինչ որ մենք անում ենք, առաջին հերթին մեր սիրո եւ հարգանքի արտահայտությունն է։ Ես Մարտունուի գյուղում էլ ասացի, ես շատ ուրախ եմ, որ մի թեմա ես ընդհանրապես հանել ենք մեկ օրակարգից, որովհետեւ այս խոսույթը կար եւ դա ճիշտ խոսույթ էր, որ իշխանության ասում էին դուք ընտրությունից ընտրություն եք գալիս։ Ես Ճամբարակ եկել եմ պաշտոնապես, ես Ճամբարակ եկել եմ ոչ պաշտոնապես, ես Ճամբարակ եկել եմ կուսակցական միջոցառման շրջանակում, կառավարության միջոցառման անձնական, ուղղակի անցնելով, մարդկանց հետ կանգնելով, զրուցելով, եւ ես էլի եմ ասում, Սևանի ափից մինչև Դիլիջանի խաչմերուկ, այս հատվածը Հայաստանի չբացահայտված վայրերից մեկն է։ Ովքեր չեն եղել, ես խորհուրդ եմ տալիս, կոչ եմ անում անպայման գան, որովհետև ստեղի գեղատեսիլ վայրերը իրենք Հայաստանի մի հատ ուրիշ Հայաստանում նման տեղ չկա, շատ տեղեր կա, որ առանձնահատուկ են, բայց այստեղ առանձնահատուկ գեղեցկություն եւ առանձնահատուկ ջերմություն կա, եւ ես համոզված եմ, որ մենք ամեն տարի այս կետից, երբ որ գանք Ճամբարակ, մենք փոփոխություն տեսնելու ենք, մենք տեսնելու ենք նոր հյուրատներ, մենք տեսնելու ենք նոր խաղահրապարակներ, մենք տեսնելու ենք Ճամբարակի քաղաքապետարանի շենքն է սա։ Հիմա ձերքները դրեք ձեր խղճին, երկու հարցի պատասխանեք։ Ճամբարակում ճանապարհը վերջին անգամ երբ ա եղել այս վիճակում եւ Ճամբարակի քաղաքապետարանի շենքը վերջին անգամ երբ ա եղել այս վիճակում։ Երբ ա եղել վերջին անգամ այս վիճակը։ 90-ական թվականին, այսինքն խորհրդային միության ժամանակ, բայց սա արդեն Հայաստանի Հանրապետությունն է, սա անկախ Հայաստանն է,
Սա իրական Հայաստանն է, որտեղ իրական մարդիկ ապրում են իրական կյանքով։ Եվ սրա մասին է։ Բայց սա երևացող կողմն է հարցի, Ժողովուրդ ջան, չերևացող կողմն էլ կա, որը ձեզնից յուրաքանչյուրը գիտի։ Երիտասարդ մայրիկների համար եւ հայրիկների ամենակարևոր նորությունը մինչև 18 տարեկան բոլոր երեխաները պետական բյուջեի վճարումներով առողջության ապահովագրություն ունեն։ Եվ դուք կարիք չունեք մտածելու, թե երեխու հետ մի հատ առողջական խնդիր եղավ, ինչ ենք անելու, ինչ եք գրավ դնելու։ Ոչ մի բան էլ գրավ չեք դնելու, որովհետև ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է։ Նույն մարդիկ, ովքեր մինչև 10 եղբայր, ինչ ես ուզում, թող խոսանք, էլ երկու բառ։ Եղբայր, չեմ լսում, ախր ինչ ես ասում։ Եղբայր, թողեք մենք շատ լավ, բայց թողեք մենք մեր ասելիքը ասենք մանավանդ ժամանակի խնդիր ունի։ Այսօր 60 նույն մարդիկ, ովքեր մինչև 18 տարեկան երեխա ունեն, սովորաբար շատ հաճախ նաև 65 պլյուս տարիքի ծնողներ ունեն։ Եվ նույն մտավախությունը այդ դեպքում է, որ մեր ծնողի հետ մի առողջական խնդիր եղավ, ինչ ենք անելու։ Պատասխանը նույնն է։ Մեր պետությունը, ձեր պետությունը 65 պլյուս տարիքի թոշակառուների առողջության ապահովագրության խնդիրը լուծում է։ Կամ մարդիկ, որ արդեն պրակտիկայում առողջության ապահովագրության հետ առնչվել են եւ արդեն ստացել են այդ ծառայությունը։ Կան մարդիկ, դե կարակ ծափ տանք այդ մարդկանց, ովքեր առողջացել են։ Ժողովուրդ ջան, տեսեք, ես 2021 թվի նախընտրական արշավի հանրապետական կուսակցության մի հատ հոլովակ մեր գործընկերներից մեկը տեղադրել էր եւ ես մոռացել եկամ չեմ էլ տեսել, որովհետեւ նախընտրական քարոզարշավի մեջ սկի չենք էլ հետևում ինչ ալնում։ Եվ այդ հոլովակը նրա մասին է, հանրապետական կուսակցություն այն ժամանակ պատիվումն է դաշինք էին ձևավորել։ Այդ հոլովակը սրա մասին է, այսինքն իմաստն է, որ եթե ԿՊ-ին ընտրեք, հետո 21 թվի ԿՊ-ին ընտրեք, հետո գնաք ճամբարակ խոշորացված համայնք, ընդեղ հայեր չեն ապրելու, ընդեղ ադրբեջանցիներ են ապրելու։ Եվ այսօր այդ նույն մարդիկ, որովհետև ուժեղ Հայաստան կուսակցությունը ՀՀԿ-ի հերթական ռեբրենդինգն է, նույն քարոզն են տանում, փորձելով մարդկանց ամեն անգամ ներշնչել, որ մենք այս ամեն ինչը ձեզ համար չենք անում։ Լսեք, բանը հասել այնտեղ, որ սահմանամերձ գյուղերում մենք տներ ենք կառուցում, 16 միլիոն տալիս ենք, որ մարդիկ տուն կառուցեն, մեր սահմանները ամրանան, մեր հանրապետականի հոգեզավակները եւ պատերազմի եռագլուխ, ասում եմ թուրքերի համար են անում։ Սարքում են, որ թուրքերը կա ապրի։ Եվ ես էլի եմ ասում, այդ ընդդիմադիրները, քանի որ հայեր են տառերի կեսը չգիտեն, ասենք Սաֆարյանը գրած կարդում են, Սաֆը կարդում են, Սաֆարով են կարդում։ Միրզոյանը գրած կեսը կարդում են, շարունակությունը Միրզոյով են կարդում։ Աղայանը գրած կեսը կարդում են, Աղաև են կարդում։ Բայց դուք հո ձեր եւ մենք մեր անազգանունները լավ գիտենք։ Մենք մեր պետության առանցքային նպատակը որոշել եւ ձևակերպել ենք։ Ամենակարևոր բանը, բայց մենք ուրիշ բաներ ենք ասել, որովհետեւ քաղաքացին որ խոսում էր, ես չգիտեմ ճիշտ հասկացա, լավ չէր լսվում։ Բայց ամեն դեպքում շատ կարևոր է արձանագրել, որ մենք եւ ես որոշումներ եմ կայացնել շատ դժվար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի էջը փակել է եւ կոնֆլիկտի փակուղուց մենք վեր ենք կացվել խաղաղության խաչմերուկի, որտեղից մարդիկ ոչ թե փախնում են, այլ որտեղ գալիս են ապրելու համար, կյանքը կապում են Հայաստանի Հանրապետության հետ։ 2025 թվականը երկու իմաստով առաջին տարին է։ Երկու բան է եղել, որ նախկինում երբեք չի ունեցել, տեղի չի ունեցել։ 2025 թվականի առաջին օրացուցային տարին, այսինքն որ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31 մենք ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Դրանից առաջ բոլոր տարիներին մենք սահմանին զոհ ենք ունեցել կամ վիրավոր ենք ունեցել։ Մենք զոհ եւ վիրավոր չունենք։ Ինչ որ մենք ուզում ասի, որ դա վատ է։ Եվ հաջորդը 2025 թվականը առաջին տարին է, որ մենք արտագաղթը Հայաստանից դադարել է եւ ներգաղթ է սկսել։ Այսինքն Հայաստան եկած քաղաքացիների թիվը
8860-ով ավելի է, քան Հայաստանից գնացած քաղաքացիների թիվը։ Ժողովուրդ ջան, արտագաղթը դադարել է։ Արտագաղթը դադարել է եւ ներգաղթը սկսել։ Եվ այս ամեն ինչը նախ ձեր շնորհիվ, ինչու ձեր շնորհիվ, որովհետեւ ամենադժնդակ օրերին դուք ձեր վստահություն, դուք վստահել եք մեզ, որովհետեւ գիտեք, շատ բարդ process-ներ են եղել, բայց եթե ժողովուրդը չուզենար, որ մենք պահպանեինք, մնայինք իշխանության, մենք չենք մնա իշխանության։ Հետևաբար, այն ինչով մենք կարող ենք այսօր պարծենալ, ապահովագրություն, թոշակների բարձրացում, ճանապարհների կառուցում, զբոսաշրջության աճ, տնտեսության աճ, այդ ամեն ինչի հեղինակը առաջին հերթին դուք եք, առաջին հերթին դուք։ Նաև խաղաղության հեղինակն եք առաջին հերթին դուք, եւ ես շնորհավորում եմ մեր ամենամեծ ձեռքբերման խաղաղության առիթով, ձեզ եմ շնորհավորում, բոլորիս եմ շնորհավորում, Հայաստանի Հանրապետությանն եմ շնորհավորում։ Եվ առաջիկա ընտրությունների ամենամեծ հարցը, որը պետք է ստանա պատասխան, հետևյալն է, ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր ստեղծած խաղաղության տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Դուք ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Մեր խաղաղությունը 10 ամսական է, եւ մեր խաղաղությունը 10 ամսական խաղաղությունը նման է 10 ամսական երեխայի, որը մեր բոլորի ուրախության պատճառն է, առիթն է։ Բայց նաև 10 ամսական խաղաղությունը 10 ամսական երեխայի հետ ունի մի ընդհանրություն, եթե նրա նկատմամբ խնամք չտանենք, հոգ չտանենք, նա չի ապրի։ 10 տարեկան երեխային չխնամես, նա կապրի, իհարկե չի ապրի։ Այսպիսին է նաև մեր խաղաղությունը, եւ հիմա այս ընտրությունների հարցերի հարցը զուգահեռ թոշակին, առողջության ապահովագրությանը, անվտանգությանը, իդեպ անվտանգության մասին, զորահանդեսը տեսակ ժողովուրդ ջան։ Նայեցիք զորահանդեսը։ Հիշում եք ինչեր էին ասում, որ մենք բանակը քանդում ենք, որ մենք բանակը թալանում ենք, որ բանակ չենք կառուցում, որ Հայաստանը անպաշտպան է։ Այսօր այն օրը Հանրապետության հրապարակով անցավ մի քանի միլիարդ դոլարի սպառազինություն։ Եվ որ կարևոր է, այս սպառազինության մի շատ կարևոր էական մասը արտադրված է Հայաստանի Հանրապետությունը։ Արտադրված է Հայաստանի Հանրապետությունը։ Իդեպ վաղը մարզահամերգային համալիրում բացվում է Հայաստանի ռազմարդյունաբերության ցուցահանդեսը։ Եվ նրանք ովքեր եւ այնտեղ ոչ թե այն ինչ որ արդեն ոչ միայն այնա ցուցադրվելու, ինչ որ Հանրապետության հրապարակում ցուցադրել ենք, այլև նոր նմուշներ նույնպես ցուցադրվելու են։ Եվ հետեւաբար նաեւ ճամբարակում եւ Հանրապետության բոլոր քաղաքացիները կարող են գնալ եւ տեսնել։ Ինչքան գիտեմ, մուտքը ազատ է կամ ամեն դեպս հասանելի է։ Բայց ելի եմ ասում, ամենակարևորը այնա որ մենք պետքա տեր կանգնենք խաղաղությանը։ Էսա պատճառը ժողովուրդ ջան, որ մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շատ կարևոր է արձանագրել, թե ինչի ենք քվեարկում 16-ին, որովհետև 16-ին քվեարկել ենք նա նպատակ չի, ժողովուրդ ջան, սա պաշտոնի եւ աթոռի կռիվ չի, սա պայքարը հանուն պետության, հանուն անկախության, հանուն ապագայի եւ հանուն խաղաղության եւ պետքա 16-ին քվեարկելը նշանակի, որ քաղաքացին տեր է պետությանը, տեր է անկախությանը, տեր է ապագային, տեր է խաղաղությանը։ Ով պետքա տեր կանգնի, չէ՞։ Այս հարցի պատասխանն է, որ ժողովուրդը, բնականաբար ժողովուրդը։ Բայց եկեք չմոռանանք, որ ժողովուրդը անհատներից է կազմված։ Այսինքն ժողովուրդը հավաքականությունն է, բայց ժողովուրդը կազմված է անհատներից, մարդկանցից, մի մարդկանցից։ Էսա պատճառը, որ մենք ասում ենք, որ մեզնից յուրաքանչյուրը պետքա առերեսվի այն փաստի հետ, որ պետության ապագան, խաղաղության ապագան, ընտրությունների արդյունքները կախված են մի մարդուց, պատկերացնում եք, ընդամենը մի մարդուց, պատկերացնում եք, մի մարդ է,
մի մարդ պետք է այս բոլոր հարցերի լուծումը տա։ Եվ այդ մեկ մարդը, այդ բակը դու ես։ Եվ այդ մեկ մարդը 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 դու ես։ Ով է այդ մեկ մարդը թող ձեր բարձրացնի, որ Տերը կանգնում խաղաղությանը, Տերը կանգնում ապագային։ Եվ ահա այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ճամբարակին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ ենք ժողովուրդ ջան, շնորհակալ ենք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։